ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար կարևոր է, որ Ռուսաստանը ներգրավի Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմանների երթուղային հատվածների վերականգնման գործում, որոնք այսուհետև կմիանան Թրամփի երթուղում։ Քանզի քննադատության դեպքում սլաքները ուղղվեն Ռուսաստանի դեմ, կարծում է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ Հայաստանը դիմել է Ռուսաստանին Հայաստանից մինչև Ադրբեջանի և Թուրքիայի սահմանների երթուղային հատվածների վերականգնման հարցով։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 15-ին։ Նրա խոսքով ինքն արդեն քննարկել է այս հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև երկու երկրների կառավարությունների մակարդակով։ Զատուլինի խոսքով, ինչպես մեջբերել է HCH-ը, ԱՄՆ-ի և Հայաստանի միջև մասամբ հրապարակված համաձայնագրերը ցույց են տալիս, որ այդ միջանցքով տարանցումից շահույթ ստացող ընկերության 76%-ը կպատկանի ԱՄՆ-ին, իսկ 24%-ը Հայաստանին։ Ուրիշ ոչ ոք չի կարող մասնակցել դրան։ Ռուսաստանը կարող է ներգրավված լինել որոշ գործառույթներում, բայց չի կարող լինել այդ ընկերության հիմնադիրների կամ բաժնետերերի շարքում։ Դրանից հետո Փաշինյանը ցանկանում էր ինչ-որ ժեստ անել, շեղելու քննադատությունը, թե անտեսում է Ռուսաստանի շահերը, ընդգծել է պատգամավորը։ Զատուլինը զգուշացրել է, որ Հայաստանը ցանկանում է սլաքները ուղղել Ռուսաստանի դեմ։ Նրան չեն հետաքրքրում Մոսկվայի շահերը։ Մենք խոսում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հարակից տարածքների մասին։ Փաշինյանը ցանկանում է Ռուսաստանին ներքաշել այս աշխատանքի մեջ, որպեսզի հետո կարողանա ամենուրեք պնդել, որ Ռուսաստանը ներգրավված է։ Կոպիտ ասած, նա ցանկանում է սլաքները ուղղել Ռուսաստանի դեմ։ Սա մոտավորապես նույնն է, ինչ տեղի ունեցավ մեր խաղաղապահ զորախմբի հետ, որը սկզբում հրավիրվեց Ղարաբաղ, բայց հետո նրա ներկայությունը գործնականում անտեսվեց։ Մենք պարզապես պետք է հասկանանք, որ Փաշինյանը չի գործում մեր շահերից ելնելով։ Նա խաղադրույք է կատարում Արևմուտքի հետ դաշինքի և բարեկամության վրա։ Նրա առաջարկները պետք է բազմիցս վերլուծվեն, համոզվելու համար, որ թաքնված աստղ չկա, հայտնել է պատգամավորը։